Ողջույն, այսօր ձեզ կներկայացնեմ հետևյալ տիրույթը, թե ինչ կարող է իրականացնել ծավալներ կատարողական VS նախահաշիվ։ Ծավալների համեմատություն այս գործիքը համատում է երկու փաստաթուղթ՝ նախահաշվային և փաստացի կատարողական, ավտոմատ կերպով գտնվելով աշխատանքների ծավալների միջև եղած շեղումները։ Ինչպես օգտվել: Վերբերնում ենք նախահաշիվը, վերբերնում ենք կատարողականը, սեղմում ենք համատել ծավալները եւ սպասում ենք արդյունքին, որը կներկայացվի համատական աղյուսակի եւ AI կողմից գեներացված ամփոփման տեսքով։ Այստեղ օրինակելի ձևն է, թե ինչպես պետք է լինի լրացման ձևաչափը, այսինքն պետք է պահպանենք աշխատանքի անվանումը, չափման միավորը, քանակը, միավորի գինը, աղյուսակները եւ սյուները։ Ուրեմն մենք ունենք, ես արդեն պատրաստել եմ որպես ձևաչափ կատարողական եւ նախահաշիվը, այսինքն ստեղ նախահաշիվն է, ստեղ կատարողականը։ Այս 1, 2, 3 տողերում, ամբողջությամբ նույնությամբ պահպանված է այս տանիքի կառուցում հատվածում, մինչև ամբողջությամբ պահպանված է վերևից մինչև ներքև նայելով։ Իսկ ներքին սվաղ հատվածում 600 մետր քառակուսին դարել է 700 մետր քառակուսի։ Առհասարակ նախահաշվում չի եղել սալիկապատում, ավելացրել ենք 100 մետր քառակուսի սալիկապատում իր համապատասխան գումարի չափով, սա միավորի գինն է, սա ընդհանուրը։ Այս երկու ֆայլերը մենք վերբերնում ենք Archicheck AI գործիքում, հետևյալ հատվածում նախահաշիվը, իսկ հետևյալ հատվածում կատարողականը։ Սեղմում ենք համատել ծավալները, արդյունքում կհասկանանք, թե ինչպես է այն ներկայացվում եւ արդյոք կարողացել է խնդիրները գտնել։ Փոքր-ինչ սպասում ենք մի քանի րոպե, կախված ծավալների քանակից, թե որքանով են նրանք ծանրաբեռնված։ Ընդհանուր ներկայացնեմ, թե ինչեր է բացահայտել, որպեսզի ավելի պարզ լինի, եկեք այս տեսքով դասավորեմ։ Ուրեմն, քանի որ ինչպես նշեցի, 1, 2, 3 տողերը, այս 2-3 տողերը պահպանված են, սա միավորի գինը, սա ընդհանուր։ Պահպանված են, մենք ունենք հետևյալ նշանով ցույց է տալիս, թե ինչ շեղում է տեղ ունեցել, օրինակ 600 քառակուսին դարել է 700 քառակուսի, 600 քառակուսին դարել է 700 քառակուսի, նախահաշիվն է, շեղումն է եւ փաստացին է։ Իսկ առհասարակ ցույց է տալի, որ նախահաշվում 0 է եղել սալիկապատումը եւ ավելացել է 100 քառակուսի փաստացի, ուրեմն շեղումը տեղ ունեցել 100 քառակուսի, արդյունքում միավորի գինն է ընդհանուր եւ պլյուս։ Նշանը հուշում է, որ առհասարակ չի եղել, նոր աշխատանք է իրենից ներկայացում, սա զգալի գերածախս է տեղի ունենում։ Հիմա նաեւ հասկանում ենք ընդհանուր գումարները փաստացի եւ նախահաշվում որքան է։ Հիմնական շեղումները նաեւ ունենում ենք բացատրագրի տեսքով։ Ներքին սվաղի ծավալը աճել է 100 մետր քառակուսով, սակայն միավորի գինը նվազել է։ Իրականացվել է նախահաշվով չնախատեսված սալիկապատման 100 քառակուսի ծավալ, ընդհանուր փաստացի ծախսը ցածր է նախահաշվայինից 630,000 դրամով շնորհիվ սվաղի աշխատանքների գնանկման։ Արդյունքում մենք հասկացանք, որ կարողացել է ամբողջ խնդիրը բացահայտել եւ ներկայացնել մանրակրկիտ կերպով, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նաեւ մենք կարող եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես կարելի է արտահանել Excel ֆորմատով եւ այն ինչ տեսք է ունենում։ Սեղմում ենք եւ այս հատվածում բացում ենք Excel ֆայլը, որը արտահանեցինք։ Եվ արդյունքը տեսնում ենք, որ օրինակ սալիկապատումը չի եղել, ավելացել է 100 քառակուսի, շեղումը 100 քառակուսի է տեղի ունեցել, նախահաշվային հատվածում ներքին սվաղը 600 քառակուսի է եղել եւ փաստացի 700 է արվել, այսինքն այն ամենը, ինչը որ մենք
ծրագրում տեսանք, արտահանեցինք Excel տարբերակով եւ այդ նույն արդյունքները ցույց է տալիս։ Եվ դուք ծանոթացաք, թե ինչպես է աշխատում կատարողական եւ նախահաշիվ տիրույթը եւ ինչ հնարավորություններ կարող է այն ձեզ տալ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հաջորդիվ անգամներ ցույց կտամ, թե Archicad AI գործիքը ինչ հնարավորություններ ունի։ Ցտեսություն։